աղբյուրից։ Բնության զարթոնքի համն ու բույրը գին ու բաժակում։ Նոր գինի երևանցի։ Լավագույն ավանդույթները շարունակվում են։ Վեդի վայն։ Աշխատաշուկան զարգանում է, որակյալ մասնագետների պահանջարկն ավելանում։ Երևանի Հայբուսակ համալսարանն առաջարկում է ձեռք բերել արդի մասնագիտություններ եվրոպական չափանիշներով։ Ուսման վարձի 30% զեղչ, կրթաթոշակներ, անվճար կրթության բացառիկ հնարավորություն, բարձրագույն մասնագիտական համատեղ ծրագրեր եվրոպական համալսարանների հետ։ Կարևոր չէ, թե որտեղ եք դուք հիմա, կարևոր է, թե ուր եք գնում։ Երևանի Հայբուսակ համալսարան։ Բարև ձեզ, դուք հայլու առաջ եք, այսօրվա մեր հայլու առաջ հաղորդաշարը տոնական է, որովհետև մենք ճանապարհում ենք 2017 թվականը եւ մուտք ենք գործում 2018 թվական աքաղաղի տարի, եւ դա կնշանակի աղմկոտ տարի, ձայների տարի, չգիտեմ ինչ, աքաղաղ ուրիշ ինչպիսին է, նայնի ասա դու բառապաշարը այնքան հարուստ է։ Սուղրուղու կանչող, ընդհանրապես մեր սերի հանդեպ չափազանց բարեհաճ, այսինքն նրա մեր սերի հանդեպ չափազանց այս իգական սերը ճիշտ է հայկական հանրույթը համարվում է հայրիշխանական, բայց աքաղաղը հայրիշխանական լինելով հանդերձ խորհրդանշում է այսպես մայրիշխանության ժամանակաշրջան։ Այն ինչ մայրիշխանություն իսկ 20-30 հավի հասնում է մի աքաղաղ։ Բայց 20-30 հավն են տնօրինում այդ աքաղաղի կյանքը։ Նա խորհրդանշում է նոր լուսաբաց, արևածագ։ Իսկ ասեի անգամ նոր գիշերվա կիսեր։ Ամեն սուղրուղում ես վստահ եմ, որ դուք այստեղ արդեն կպաշտպանեք մեր սերի իրավունքները 20 եւ 1։ Ավելին նույն։ Այո, եւ ո՞նց եք պատկերացնում։ Ասեք։ Ես մի հատ ներկայացնեմ, էլի, թե դրա կարիքը չկա, մեր սիրելի Նարինե Բիբարյան, Արա Ասոյան եւ Ազատ Աշակյան չեմ ասում, ովքեր են, որտեղ բոլորը ձեզ շատ լավ գիտեն։ Քանի որ աքաղաղի մասին խոսեցիք, պետք է ասեիք Ազատ Աշակյան, Հայաստանի ամենամեծ թռչնաբուծարանի նախկին տնօրեն։ Այսինքն դուք Նարինե աքաղաղը ինչ է անում, ոնց է անում, ինչպես է անում, ամեն ինչ գիտի, ամեն ինչ։ Իմ ներկայությամբ փետրավորների մասին խոսում։ Հիմա մի քիչ բաց է։ Նա տեսնենք այս աքաղաղները։ Իսկապես այդպես է մի աքաղաղի 20 հավ։ Չէ։ Չէ, իհարկե։ Էֆեկտիվ։ Ո՞ւչ գիտես Նարինե։ Էֆեկտիվ։ Ես եղել եմ այդ թռչնաբուծական։ Օրինեց։ Աքաղաղի Այո, ասենք զինվոր է։ Չէ, զինվոր չէ։ Շատի դեպքերի որակն ընկնում է, չէ՞, Հա, եթե իհարկե։ 5-ից ավելին են դնում հավելը։ Չէ, արդեն էֆեկտիվ չի։ Որակը Այո, պետք է։ Նրա ուժերը կսպառվեն որպես մարդ։ Հոգնում է, ձանձրանում։ Բայց դու ոգևորված ես սկզբում ասեցիր։ Մեր սերի նկատմամբ։ Այո, որովհետև աքաղաղը այն թռչունն է, որ միշտ հզոր է, իրեն շրջապատող հավերով։ Առանց հավի աքաղաղ դա ինչ-որ դժբախտ իրավիճակ է։ Վերջին հաշվով Ֆրանսիա։ Այո։ Ֆրանսիան։ Հա, իհարկե, նրանց խորհրդանշանը աքաղաղ։ Իհարկե, հրաշալի, մենք հիմա է Ֆրանսիան դարձել խաղաղասեր։ Աքաղաղները խելոքացել են։ Ֆրանսիան եղել է Եվրոպայի գլխավոր ազգային պետությունը երկար տարիներ խորհրդանշել է ազգայնականությունը եւ ազգայինը։ Նապոլեոնյան շարժումը Լյուդովիկոսները ուզում ասեմ որ աքաղաղը լուրջ բանի խորհրդանշան է եղել։ Ձեր աքաղաղներին քանի հավեր հասնում։ Ասեք, դուք մեր թռչնաբուծականի տնօրեն եք եղել։ Ես ասում եմ, բանը կարգը։ Հա, մեկին 5 աքաղաղ, 5 հավ։ մեկ աքաղաղին։ Մեկին 5 հավ դա էֆեկտիվ է, բազմացման ուժ է։ Ես ասում եմ Բառնասոյանն ասում է մեղք է։ Եթե մենք ուզում ենք տոհմային սերունդ ստանալ, ուրեմն 4-5 որակի կապ, այո։ Իսկ եթե միևնույնն է, այդ դեպքում աքաղաղին ասում են ընտրի։ 15, 20, դրանց մեկ թե չէ, պարոն։ Երևի ես համաձայն եմ, որտեղ ես մի քիչ տեղեկություն ունեմ, այցելել եմ արաբական երկրներ, այն երկրները, որտեղ թույլատրվում է բազմակնությունը, այնտեղ նրանց մոլան իրոք թույլ է տալի, որ մեկ տղամարդը
4 կնոջից ավելի չպետք է ունենա, որովհետեւ դրա այդ ավելի դեպքում արդեն սերունդը որակա զրկվում է կարծում։ Հա, այսինքն 4-ից ավել, երբ որ դուք զգում եք, որ ձեր թռչնաբուծարանում հատկապես զգացողություն բակա։ հանուն է, ասենք հասել է 6-րդ ավի Եվ դուք նրա Քաղաքական ազդակներից ես կախում էր, կախված էի։ կախում է թե կախում է։ Իրավիճակը երկրում ինչպիսին էր, քաղաքական հարթակում ինչպիսին էր, իմ Ինչ եք զգացողությունը կարծում, այ հիմա մեր երկրի իրավիճակը ինչպիսին էր ամեն մի ակաղաղին երկրի վիճակից ելնելով։ Ես կարծում եմ մենք ակաղաղին իհարկե այդպես կապեցինք հավերի հետ, բայց ինքնին նշենք, դուք արդեն Ֆրանսիայի օրինակը բերեցիք, պարոն Աշակյան։ Ակաղաղը խորհրդանշում է փոփոխություններ։ Եվ եկեք ընդունենք, որ այս տարի իրոք մեր կյանքում փոփոխությունների քամի զգացվեց։ Օրինակ, որ կողմից հյուսիսից, հարավից, Ես կարծում եմ արևմուտքից։ արևմուտքից։ Այո։ Արևելքից փչող այդ դաժան սառնաշունչ մրգները հանկարծ մի փոքր համակշռվեցին։ Մի փոքր։ Այո, Ընդունի, որ մի համեստորեն փոքր։ եմ ասում, մի փոքր, բայց դա եւս մեծ տեղաշարժ է, որովհետեւ մեր տարածքում եւ դա միանշանակ հիշենք, որ այսպես քամու ուղությունը ցույց տվող չէ, բոլոր տեսակի, հատկապես եվրոպական այդ նշանները ակաղաղի կերպարն են ունենում։ Ակաղաղն է ցույց տալիս այդ քամու ուղությունը։ Մի փոքրի դեպքում ճիշտ եք ասում, մի փոքրի դեպքում արդիկ ստրես չեն ապրում։ Կամաց այդ փոքրը կշատանա, կավելանա, կարծում եմ։ Լիովին համաձայն եմ։ Ձեր համար ինչպիսին էր ակաղաղի տարին, այն չէ։ Գիտեք, ված չէր ասեմ, ինձ համար ես նկատի ունեմ նախ եւ որպես Նախ դուք ինձ հյուր չէի գալի, ասում եք լավ է, ինֆեկցիա չկա, վարակ չկա։ Իսկապես այդ ստրես չկար, այսինքն ինֆեկցիաները հեռու են կամիները, լավ վիճակ։ Շատ լավ տեղեկացված եք, որ իրոք այս տարի մենք լուրջ խնդիրներ չենք ունեցել։ Ես հիշում եմ, ասում եմ, իմ մասնագիտական կյանքում ամենադաժան, ամենածանր տարին եղել է 2015 թիվը, երբ մենք 16 խոշոր համաճարակ ունեցանք, համաճարակային իրավիճակ, բավական ծանր էր, ես չէի հասցնում մարզից մարզ նույնիսկ գնալ։ Խելոքացել ենք այսինքն այդ իմաստով։ Բավական, հա, եւ մի անգամ շատ ուզում եմ այդ դեպքը հիշում եմ մեր Վայոց ձորի գյուղերից մեկում մի այդպես մի բավական տահաճիվանցյան դեպքեր էին գրացել, մենք անմիջապես նստեցինք մեր շտապօգնության մեքենան, մեկնեցինք այնտեղ, երբ հեռու ճանապարհ եմ գնում, ես սիրեմ հաճախ ինքս ղեկին նստել, հավատացեք հանգստանում եմ, եթե մեքենան լավն է։ Հա, մենք էլ ունենք շատ լավ, բավական սարքավորներով հագեցված Mercedes Magnus-ի շտապօգնության մեքենա, հետ գալուց վարորդին խնդրեցին, նա գնաց յետնամասում նստեց մեր բժիշկների, լաբորատորիա բժիշկների հետ։ Ես ղեկին եմ, կողքս էլ մի բժիշկուի նստած, վերադառնում ենք օգոստոսի վերջն էր, սեպտեմբերի սկիզբը, այն լավ դեղցի սեզոններ է, դե այդ արենի շուկայի մոտով չէին կարող անտարբեր անցնել, կանգնեցինք շուկայի մոտ, բժիշկուիս ապակինի չեսեց, մի քանի կանայք են կանգնած, թե քույրիկ ջան, այդ դեղցը ինչ արժի, կարծեմ 600 դրամ ասեց։ Վա թանկ է, ես իջա ղեկից անջատեցի մեքենան, մոտեցա քույրիկ ջան, ասի նորմալ գին ասեք առնենք, արի, դու շոֆեր տղա ես, քեզ էժանով կտամ։ Բարով լինելու ահավորությունները շարքի։ Շոֆեր մարդ ես, ասում քեզ էժանով կտամ։ Օգտվեցիք Իհարկե։ Ձեր համար ինչպիսին էր ակաղաղի տարին։ Շատ լավ։ Հոբելյանական տարի էր 17 թիվը։ Հոբելյանական տարի էր։ Նկատի ունեք Կարևոր հոկտեմբերյան հեղափոխությունները, բոլոր վարդերը 7։ ես ուզում եմ լրջացնենք այդ քամիների մասին, սառնամանիքների մասին ենք խոսում, ուրեմն 17 թվականին օրհնված սհաթը առաջին անգամ գրեթե 100 տարի դարձավ անիծված սհաթ, որտեղ մայիս ամսին 17 թվականի մայիս ամսին գեներալ Յուդենիչը ռազմական հանցագործություն կատարեց, զորքերը դարձրեց դասալիկ, այսինքն կառավարության հրամանը շարժվել դեպի Բաղդադ չկատարեց, այսինքն բարոյալքված, ջարդված թուրքական բանակը հանձնվում էր, Յուդենիչը դադարեցրեց հարձակումը, մայիս ամսին հրաժարվեց եւ սկսվեց դասալքությունը։ Դեկտեմբեր ամսին ռուսական բանակը հրաժեշտ տվեց Սինի պլատոճեք, թափտվեց եւ հեռացավ։ Ինչեք ասում լավ, որովհետեւ անցավ հոբելյանական էր։ Մենք առաջին անգամ հայ ժողովուրդը մենակ մնաց ոսոխի դեմ։ Այսինքն մենք 17 թվականին պետք է դավաճանության տարելիցն է, 100-ամյակն է։ 100 տարի առաջ մեզ դավաճանեցին, լքեցին։ Այս անգամ ես հիմա ընդունում եմ Դիլբարյանի գնդակը փոխանցած։ Այս անգամ քամիները դեռ չհեռացած, իսկ ռուսական բանակը
Գյումրիի բանակը ճիշտ նույն ձևով ինչպես 7-րդ բանակը, ինչպես Յուդենիչի բանակը, այն ժամանակ Լեբեդինսկին էր, հետո Յուդենիչից հետո Դավաճանից հետո, ուրեմն լքեց գնաց, սա էլ է գնալու իր ռազմական տեխնիկան, գույքը, հանդերձանքը եւ որոշ արմենիզացիայի ենթարկված սպաներ, օրինակ ռուսական բանակից շատ ազնվական սպաներ մնացին Հայաստանում, կազմակերպեցին, օգնեցին հայկական այդ 6 դիվիզիային կազմակերպման արշուն, որ Սարդարապատում կասեցրեցինք։ Այսինքն, տեսեք, ես ուզում եմ անցում կատարել։ Այս տարին դաժան տարի է, 100-ամյակը։ Ես ձեզ հետ համաձայն եմ, մենք մեր պատմության եւ լավ եւ վատ օրերը պետք է հիշենք, եւ ճիշտը եւ սխալը։ Եվ գուցե դա է պատճառը, որ ես չեմ ընդունում այդ պատերազմը, այդ կռիվը հուշարձանների դեմ, չեմ ընդունում։ Դա մեր պատմությունն է, մեկ է ինչքան էլ հուշարձանը հանենք, վերացնենք, գցենք, կորցնենք, պահենք, դա մերն է, մենք դրանից չենք հեռանալ։ Որ ամեն վատի մեջ կա իր լավը, ինչպես դուք նշեցիք, մեզ դավաճանեցին եւ մենք հասկացանք, որ եւ կենտրոնացանք մեր ուժերի վրա։ Դրա համար թեկուզ տեսեք տեղի ունեցան նաև էլի դավաճանություններ եւ էլի 17 թվականին 2017, բայց մենք էլի հասկացանք, որ միակ հույսը մենք ենք։ Այդ դասը ես դրա համար ասեցի արժի դա հիշել։ Դա արժի հիշել, որ մենք եւ դասեր քաղենք հիշենք, 6 զորամա, 6 գունդ էր, 2 դիվիզիա։ Երկու դիվիզիան հասցրեց փրկել այդ 700,000 հայությանը փրկել Սարդարապատում կասեցնել, այսինքն այդ իմաստով եւ բանակ ձևավորել։ Դա ամենակարևորը։ Այո, բանակ եւ երկիր, որի դրա համար 17 հիմքերի վրա ամենակարևորը, որի հիմքերի վրա գոյություն ունի այսօրվա մեր պետությունը։ Աշխարհը մեզ ճանաչում է, բացի մի քանի մահմեդական երկրներից, երկու։ Սաուդյան Արաբիան, Պակիստանը եւ Ինդոնեզիան էլ կարծեմ չի ճանաչում։ Բացի դրանցից մենք լեգիտիմ օրինական պետություն ունենք, համարվում է, որ մենք դա վաստակել ենք։ Մի հոբելյանական օրել կա, էդ էլ ասեմ անցնենք։ Մի բան էլ կա, 100-ամյակներ մի ինստիտուտի, որը ոչնչացրել էր, զոհվել էր Խաչատուր Աբովյանը, Միքայել Նալբանդյանը։ Պակի Այո, չեկայի 100-ամյակներ, բայց դրանից առաջ, այո, բայց դրանից առաջ Եղիշե Չարենցն է զոհվել, նրան ձեռքերը թանկարժեք արյան մեջ են թաթախված։ Դրա 100-ամյակն էր։ Դրա 100-ամյակն էր, եւ մենք դա չնշեցինք։ Տեսեք, մենք նշում ենք Վարուժանի, Դանիել Վարուժանի հիշատակը հարգում ենք։ Մենք հարգում ենք Սիամանթոյի հիշատակը։ Դայճին հիշում ենք։ Հարգեցինք, ինչի՞ ցուցահանդես եղավ։ Իսկ նրան այդ փոքրիկ ցուցահանդեսով, փոքրիկ մի մոմ վառվեց դրա հիշատակի համար։ Երկու կարևոր իրադարձություն։ Դա 137 թիվն եք ասում։ Չէ, 100-ամյակներ չեկայի, ինստիտուտի 100-ամյակներ։ Այսինքն չեկայի զորի Ռուսաստանը նշեց։ Մենք ընդհանրապես գիտեք ինչ, մենք նշում ենք ցույցեր եղան Ձերժինսկու հրապարակում։ Այո, մենք միշտ նշում ենք զոհերի հիշատակը հարգում ենք, բայց չէինք ասում ով է դահիճը։ Այդ դա միշտ թաքցրել ենք։ Ճապոնիայում իմիջիորս էսել ասեմ, Ճապոնիայում մինչև անցյալ տարի, իհարկե, Ճապոնիայում մինչև անցյալ տարի Նագասակի, Հիրոսիմայի ռմբակոծությունների ժամանակ ամբողջ արարողության ողբերգական մասը ասում էին բացի ռմբակոծիչի, այսինքն ռմբակոծողի անունից Ամերիկայի Միացյալ Նահանգների անունը արգելված էր։ Ճապոնացիները ողում են չէին ասում, այո։ Անցյալ տարի Օբաման ասեց, որ ասեք, դա մենք ենք արել։ Վերջապես ով այդ ռումբը գցել։ Մենք ենք արել։ Հիմա մեր մոտ անցյալ տարի, այս տարի 17 թվականին փաստորեն ասացին, որ դա չեկան է արել։ Մեր մտավորականների դահիճը եղել է այդ ինստիտուտը։ 2017-ին մի քանի աղմկահարույց այսպես օրենքներ, հա, օրենքների մասին, ինչը կառանձնացնեիք, բռնության մասին օրենքներ։ Այդ մենք պետք է առանձնացնենք։ Գենդերային ինձ համար ամենացավալի օրենքը, որ ընդունվեց, դա բանակային տարկետումից հրաժարվելու այդ փոփոխություններ զինապարտության մասին օրենքում, այսինքն կրթությունը եւ գիտությունը, այսպես ասեմ, դարձյալ ստորադասվեց, ինչպես բյուջեում ֆինանսավորման դեպքում է ստորադասվում, այդպես էլ այս պարագայում։ Բայց դրա հետ մեկտեղ ուզում եմ նշել, որ ես այս տարի նաեւ խանդավառվեցի տեսնելով մեր երիտասարդությանը,
տեսնելով որ նրանց ոգին կոտրված չէ եւ որքան ինտելեկտուալ ներուժ կա այդ երիտասարդների հանուն կրթության գիտության այդ նախաձեռնության ինձ ճիշտն ասած ներքին մեծ ուժ են տվել եւ մեծ խանդավառություն Եվ ճիշտ է այս հացադուլի ժամանակ էլ այդ երկուսը կարծես միայնակ մնացին, կարծես ոչինչ չեղև, որովհետև օրենքը ստորագրել։ Բայց ես ես ասեմ, ակաղաղի այդ ակաղաղը կանչում է, չէ՞։ Հիշում եք այդ մեկ անգամ 2-3 առաջին կանչը հնչել է։ Իսկ ակաղաղի կանչից հետո որոշ ժամանակ անց միշտ լուսաբաց է գալիս։ Լուսաբացը փոփոխություններն են։ Այսինքն այդ երիտասարդությունը, որը կրթված է, որը հասկանում է, որ Հայաստանի միակ ներուժը գիտությունն է, գալու եւ ստեղծելու է այդ փոփոխությունները։ Նայնե ջան, մասամբ համաձայն եմ, իհարկե ոչ լրիվ, իհարկե ինձ համար ամենակարևոր այս օրենքն էր, զինապարտության մասին, որ նոր օրենք ընդունվեց, շատ լավ օրենք է, ես մի գիտեք, մի 5-6 տարի առաջ հաղորդումներից մեկում, եթե չեմ սխալվում, Պետրոս Ղազարյանի հետ հաղորդում եւ խոսում ենք որոշ թեմաներով, եկանք հասանք այս բանակի թեմային, ես ուղղակի կոչ արեցի մեր հայ ազգին, ասի ժողովուրդ ջան, խնդրում եմ, աղջիկ չտակ այն տղային, որը բանակում չի ծառայել։ Եվ այս օրենքը կարծես թե դա մի քիչ շտկում է, իհարկե հանրապետության կես անժամանակ ին վրա նեղացավ, շատ մարդիկ հա ին վրա նեղացան, դժգոհեցին իմ արտահայտից, բայց ես ասեմ, այ որ մի քիչ էստեղ վիճելի է։ Բայց դա ծառայեն, այդ հարցը դրանք ծառայեն։ Հետո դրանց էլ կհասնի, Անժելա ջան։ Այստեղ վիճելի այն առումով, որ ասեն, եթե գնաս բանակ գա, այլևս գիտությամբ չի զբաղվի, համաձայն չեմ բացարձակ։ Երբ ես սովորում էի բժշկական համալսարանում, դա 70-ական թվականներ, ինձ դասավանդող պրոֆեսորը դասախոսական կազմի, ամբիոնի վարիշների 90%-ը պատերազմի մասնակիցներ են եղել, մեծ հայրենական պատերազմի։ Պաշտպանել են կապ չունի, սովետական երկիր են, այն ժամանակ մենք այդ երկրի մի մասնիկ էինք, եւ բոլորը հետո եկել էին, սովորել են, դարել են գիտնականներ, բայց հետո մոռացել եք, որ ժամանակը ամբիոնի վարիշներ, բայց սովետական միությունն էր, փակ էր, դուրս գնալ չէր կարելի, բայց դարձել են չէ գիտնականներ, այնուամենայնիվ դարձել են գիտնականներ, Անժելա ջան, ես դա համար եմ ասում, եւ մենք իրոք ունիկալ ազգ ենք, ես ապրիլյան պատերազմին ինքս դրանում համոզվեցի, ասեմ, այդ օրին ես ինքս Ժեբրայիլում էի, ես Սա թերթերը նույնիսկ ռուսական այնտեղ լրատվամիջոցներից լրագրողներին եկե ասել դեր են մի հոդված, որ հայերը ունիկալ ազգ են, խաղաղ ժամանակ ինչ-ինչ ճանապարհներով բանակից ազատվում են, բայց հենց պատերազմ էր եղել 1.5 սուտկայում 36 ժամում էլ Եվրոպայից, էլ Ամերիկայից, էլ Ռուսաստանից տղաներ եկել էին պատրաստ կռվելու, պաշտպանելու մեր հայրենիքը։ Բայց դա օրհասն է։ Դա ունիկալ ազգ ենք, մենք որոցի ազգ այդպեսի բան չեր անի։ Ասում եմ, խաղաղ ժամանակ նրանք ինչ-ինչ ճանապարհներով գիտեք, ազատվել էին բանակում ծառայել։ Դրա համար ես այս օրենքը շատ ողջունում եմ, շատ ընդունում եմ եւ ինքս էլ ամեն ինչ կանեմ կաջակցեմ, որ այս օրենքը իրոք կյանքի կոչվի։ Սա շատ լավ, մեզ համար շատ անհրաժեշտ օրենք է, շատ։ Ես կարծում եմ վտանգավոր են, հատկապես այդ փոփոխությունը։ Չէ, որ ես վտանգ չեմ տեսնում, հավատա։ Վտանգները շատ են դրա մասին, չնայած իհարկե օրը տոնական է շատ։ Ես ներողությունով վերջացնեմ, ես ծնվել եմ ասի զինվորական ընտանիքում, ես ինքս ամբողջ կյանքում աշխատել եմ բանակի եւ իմ տղան նույնպես որպես բժիշկ բանակում ծառայել է եւ բավական կարեւորագույն զորամասերից մեկում։ Ես երբևիցե փորձ չեմ արել նրա կենսագրությունը փչացնեմ եւ դրանով այսօր ես հպարտ եմ։ Բայց բժիշկ դառնալուց հետո չէ արդեն ծառայել է։ Այո, բժիշկ դառնալուց հետո նա ոչ միայն բժիշկ դարձավ, նա դա նաեւ գիտության տեխնացի։ Այսինքն դառնալուց հետո, բայց հիմա այս օրենքը միայն դրա մասին։ Գիտեք, միգուցե սա ինչ-որ կերպ կնպաստի, որ նա ինչ-որ մի ֆիլտրացիա կկատարվի։ Դուք վստահ եք, որ բու ընդունվող բոլոր երիտասարդները բու ընդունվելու օրվանից դառնալու են գիտնական։ Շատ լավ եմ հիշում, իհարկե։ Քանի մարդու վրա էր տարածվում։ 140 հոգի են դու չեմ ասում, թե 120 հոգի կարծում։ Ես չեմ կարծում, որ սա մեր գիտության զարգացման ինչ-որ մի խոչընդոտ լինի։ Ի վերջո այսօր նույն բանակում մենք ունենք այնպեսի ծառայություններ, որտեղ նրանք կարող են նույն գիտությունը ընդգրկել։ իսկ արտագաղթին չի նպաստի արդյոք։ Կարծում եմ ոչ, ես կրկնում եմ։ Ուրիշ թվերի մասին են խոսում արդեն իսկ այս ամիսներին։ Ովքեր են խոսում, 4-15 տարեկան, 16 տարեկան տղա ունեցող Անժելա ջան, ես նաև դասավանդում եմ բժշկական համալսարանում եւ այդ երիտասարդները շատ մեծ եմ շփում, ամեն օր շփում եմ ուսանողների հետ։ Հավատացեք, տղաների 80%-ը կողմ են այս օրենքի եւ շատ ողջավորված են, որ Ես ինչու՞ չէ աղջիկներն են աղմուկ բարձրացրել, գուցե վերադառնանք մեր առաջի թեմային, հա։ Ակլորները։ Ճիշտ ասած ոչ ոք չի հավատում, որ այնց պաշտոնյաների, հենց որ հավատային, որ պաշտոնյաների երեխաները աղմուկը չէր լինի։ Աղմուկը չէր բարձրանում։ Գանք մեր բռնության հաջորդ ամենահետաքրքիր թեման, օրենքը։ Ես ուզում գրթություն
ուրեմն կանոնավոր ձևով ստանում էր իր ռոճիկը եւ բոլոր անհրաժեշտ նյութերը թանկարժեք իր այդ ալխիմիկների լաբորատորիայի համար։ Դրա համար Անգլիան դարձավ գերտերություն։ Իսկ ինչն է խանգարում, որպեսզի մեր գիտնականներին Ես դրա համար ասում եմ, որ մեր կրթությանը, գիտությանը խանգարում է ոչ թե բանակային ծառայությունը, հայրենասիրությունը, պարտքի զգացումը, ակլորությունը, առնականությունը եւ գեղեցիկ լինելը։ Ակլոր ասելով Ֆրանսիային մենք ասում ենք դա գեղեցիկն է, դա գեղեցկության օջախն է Ֆրանսիան, այդպես է համարվել Եվրոպայում, մշակույթի կենտրոնը Եվրոպայի, կարելի ասել նաեւ Այսինքն փողն է պակասում։ Փողը հարկավոր է գիտության զարգացման համար շատ փող կտրել ամեն ինչից։ Մեր գլխավոր ռեսուրսը մենք ենք, մեր Դրա մասին էր ասում Նարինեն, որ մենք մեր գիտությունը բյուջետային ֆինանսավորումը ոչ թե բանակի հաշվին, գենդերային համերաշխություն։ Նարինե ջան, գիտությունը ես գտնում եմ պետք է պրակտիկ ներդրում ունի։ Եթե գիտությունը արվում է նրա համար, որ դիսերտացիան այդ թեզը պաշտպանեն, փակեն դրեն մի կողմ եւ ասեն մենք գիտության տեխնացիոն։ Ես չեմ ընդունում։ Ձեր ասած մարդիկ ազգային ժողովուրդ։ Նյուտոնը բանակից միայն դիսերտացիաներ Ձեր ասած Գալիլեյն էր ազատված բանակից։ Մեր այն գիտությունը, որ այսօր ունի պրակտիկ ներդրում, դա արտադրություն կզարգացնի, արդյունաբերություն, ինչու՞ չէ առևտուր տնտեսություն։ Դա իրոք վճարում է։ Իսկ այն գիտությունը, որը արվում է ընդհանրապես կրկնում եմ, թեզ պաշտպանելու համար, դա մեզ պետք է։ Դա լավ կլինի։ Դուք շրջանցեցիք օրենքը։ Ոչ թե սովորական բռնության չէ, ընտանեկան բռնության։ Կարծում եք կա։ Դուք ինքան կնամեցար եք։ Ոչ միայն կա։ Կնամեցար եք, կա այդպիսի բան։ Հիմա մենք այդ մեր ապազգային ժողովում մարդիկ կան, որ ազգային ասելով հեղինակությունների չեն բերում։ Ասում են մեր ազգային ավանդությունների դեմ է, ընտանեկան բռնության դեմ պայքարը։ Չեն ասում որն է ազգայինը։ Օրինակ ազգային է Միքայել Նալբանդյանի կրիտիկան։ Մանկապիղծների մասին է խոսքը։ 12-13 տարեկան երեխաներին կրիտիկան։ Հիշում եք Ալավերդու դեպքը։ Ես շատ լավ։ Ես ասում եմ մեր կուլտուրան։ Ազգային ասելով ես հասկանում եմ։ Ես արդեն փորձում եմ մոռանալ այդ։ Սոսնո Վարդիթելը եւ Միքայել Նալբանդյանի կարծիքը ազգայինի կարծիք չէ։ Կամ Հովանես Թումանյանի Մարոին տվին չոբան կարոին 9 ընտանեկան բռնության դասական բանաստեղծական Ալպիական մանուշակը անուշների վերջո ընտանեկան բռնության անդադ լավ ինտոնացիա տան որտեղ նախարարական է այ Միքայել Նալբանդյանը որ դուք ցիտեցիք հա ասեցիք դուք հիշում եք ազատություն դուրս թռավ իր մայրկական բերանից դուք հիշում եք չգիտեմ երբ պետք է հիշեք երբ որ նրա հուշարձանը դրեցին մի սերունդ եք անեկդոտ էր տարածվել քաղաքում ասում այդ այնքան գոռացիր ազատություն թևերը կապեցին դրեցին մեջքից վրա Աչից կագեբենա ձախից ենվեդեն։ Դե հիմա գոռա ազատություն։ Մենք պայմանավորվել էինք ընտանեկան բռնության լավ ինտոնը։ Շատ է բռնանում Մեր ավանդությունը ես ասում եմ։ Չէ, մեր ամբողջ գրականությունը իսկապես այդ բռնության մասին։ Ավանդություն հայկական նշանակում է կնոջ նկատմամբ մեծ հարգանք։ Երեխա աղջկա նկատմամբ։ Ինչի չունենք։ Ունենք, ես ասում եմ Նալբանդյանը Խաչատուր Աբովյանի թաքուհուն Հիշեք, թաքուհուն, որ գողացան թուրքերը։ Ես միշտ մեր ամբողջ կուլտուրան կգա ժամանակ միգուցե երկիրը կհարստանա, հիմա էլ կարող է դա կատարվել։ Ես երբ որ հիշում եմ 90-ական թվականների պատերազմի օրերը, լույս չունենք, ջուր չունենք, գազ չունենք, ոչինչ չունենք, բայց հայ կինը տղամարդուն միշտ տնից դուրս էր թողում լվացված, հարթուկված, մաքուր սպիտակ վերնաշապիկով։ Հայ կինը տղամարդուն միշտ դիմավորում էր չգիտեմ ինչից պատրաստած ճաշերով, շատ համեղ, այդ տարին մենակ դրա համար ես երազում եմ, ես ինքս կնախաձեռնեմ Երևանում, կենտրոնում միտեղ հայ կնոջ հուշարձան դնել։ Մայր Հայաստանը կա, էլի։ Ստալինի։ Չէ, դա մի քիչ այլ, դա մի քիչ։ Ստալինի տեղը։ Բայց ավելի ճիշտ չլինի ամեն մեկը իր տան այդ հուշարձանը դնի։ Բայց ընտանեկան բռնության մասին ամենակարևոր նախադասությունը ես չեմ ասել։ Այսինքն շատ լուրջ պետք է լինի։ Հայ կինը պետք է ոչ միայն իր ընտանիքում շատ պաշտպանված լինի, ոչ մի տղամարդ չպետք է համարձակվի նրան նեղացնել։ Հայկական ավանդական նշանակում է
Հովանես Թումանյանի կարծիքը։ Բայց հայկական ավանդականն է նշանակում է, որ շերեփը միշտ հայկնոջ ձեռք է, իսկ շերեփը ստրկուհու արախնի։ Շերեփը ծանր է, մի փորձոցի։ Սարը զենք է համարում։ Այդ տղամարդը ուրեմն ակլոր չի։ Որ շերեփը Որ շերեփից վախենում, եթե շերեփից վախենում։ Տղամարդը նամ կին պետք չի։ Հիմա դուք շերեփի կողմն եք, շերեփի դեմ եք։ Շերեփը կնոջը պետք է տալ, բայց ազատություն կինը պետք է ազատ Բայց լինի։ աշխարհի ամենալավ խոհարարները տղամարդիկ են, դա։ Ընտանեկան ավանդությունը հայկական ասում է, որ կինը կարևոր մարդ է։ Իսկ մեզ պարտադրված է այսօր ռուսական դամաստրոյը, հունահռոմեական ստրկուին եւ մահմեդական ճորտը կին ասել։ Ամանորի գիշերը ինչ ճորտ է։ Ազատություն, ես ասում եմ կնոջ ազատություն։ ազատություն։ Ընտանեկան բռնության մասին օրենքը պետք է մի շնչով պետք է անցներ եւ ավելի բարելավվեր։ Բայց չի իհարկե, մենք գիտենք, որ մեր տղամարդիկ կնամեծար, մեր Ոչ տղամարդիկ բոլորը կան բացառություններ։ Բացի ազգային ժողովից ես ասեցի, չէ։ Օրենսդրից բացի։ Ես միջավայրում միայն կնամեծար տղամարդկանց եմ տեսել։ Դու շատ լավ միջավայրում ես։ Եվ ապրե։ Բախտավոր աղջիկ Թե ես։ ծանր շերեփ էլ ունեմ, է։ Դա շերեփից է։ Շերեփից է։ Այ հետաքրքիր է։ Տեսնելով շերեփը տղամարդիկ նահանջում Թե է։ բախտ որ բախտը բերել է դրանց շերեփից։ Հարկավոր է օրենքով օգնել կնոջը։ Կարելի է պատմեմ, շերեփի։ Դա հալավերդու մասին ասեցինք, բազմաթիվ օրինակ ես պատգամավոր եմ եղել ժամանակին։ Չէ, դուք դաժան բաներ կհիշեք, ավելի լավ Չէ, լավ Ես բաներ ուզում եմ։ եմ լավ տրամադրությունով մենք այս երեկոն անցկացնենք։ Դուք հիշում եք մի քանի տարի առաջ եւ ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում լուրջ խոճապ էր կապված թռչնագրիպի հետ։ Այո։ Մեծ։ Շատ բավական խոճապ այն աստիճան, դե մենք էլ մեզ մոտ էլ բնականա մարդիկ վախեցած էին, որ եթե մեկը չէր խանութից գնում այդ թռչնամիսը, հավը այնպեսի վիճակ ստեղծվեց, որ մեր այդ թռչնաբուծարանները վերադառնալիս շատ իսկ դա նոր կայացող ոլորտ էր, եթե դա հանկարծ ենթարկվեր կաթվածի, շատ վատ կլներ։ Որոշեցինք այսպես մի քանի անգամ հանդիպումից հետո ոնց անենք, որ մեզ մոտ նույնիսկ անկեղծ ասեմ ձեզ մի հատ թռչուն չէր հայտնաբերել թռչնագրիպը, ոչ թե մարդ, իսկի թռչուն չկար, այսինքն ընդհանրապես չունենք այդ վտանգը։ Ի վերջո որոշեցինք Եթերում դնել, դնել, խաշել, խաշած հավ, ես եւ երկու ինձ գործընկեր լրագրողների հետ կարողանանք ուտենք։ Հա, իհարկե, կերա լավ էլ համեղ պատրաստել էին, ասեմ ձեզ դա ԱԼՄ-ն էր, Տիգրան Կարապետյանը, որտեղ բավական շատ նայվող էր, բավական նայվող։ Մի խոսքով, կերա հիմա այդ հավը կերա եւ շատ համեղ էր, հաջորդ օրվանից իմացա, որ կարծես սկսեցին մեր ժողովուրդը գնել թռչնամիս, հա, անցավ մի քանի ամիս մենք գյուղերից մեկում ունեցանք Սիբիրան խոցի շատ դեպքեր բռնկում։ Հիմա ասեցին ինչ պիտի Հիմա անենք։ լսեք, սա արդեն այստեղ շատ դեպքեր է։ Ուրեմն այստեղ գնացինք այդտեղ 60-ից ավել մարդ էր վարակվել, մի քանի 100 խոշոր եւ վերավոր անասուններ, դե այդ անասուններին բոլորին ուղարկում են վերացնելու, այրում են եւ այլ եւ այլ։ Ես էլ մի քանի օր մնացի այդ գյուղում, բավական էլ հեռու գյուղ էր, հոգտած արդեն կիսասոված, կիսաքաղցած Այդ երրորդ թե չորրորդ օրն էր գյուղապետը մոտեցավ ինձ այսպես շատ գուշտ կամած, բայց ինչ կասեմ, ախր հալից ընկար, այս քանի օր է այստեղ եմ, այդ անասուն որ տարան ոչնչացնելու, դրա տոտիկները պահել եմ։ Հիմա տվել եմ, լսեք, տվել եմ մերոնք լավ կնիկները ասում մաքրել են, խաշ ենք դրել, առավոտ շուտ գալիս ես մեր տուն խաշ ուտենք, ասի այսպես դու խելագար չես, զուտ հոգեբանորեն չի կարելի ոնց կարելի այդ խաշը ես չեմ ուտի։ Բիժան, դա սա մեր գերդասան սպասում, ասում Ասոյանը որ այն հավի միսը կերավ բան չեղավ, թող այս խաշներ բերեք ուտի, ուրեմն բան չի լինես։ Իրակ այդ խաշը։ Չէ, իհարկե ոչ, եւ նրանց էլ արգելեց։ Չէ, կամուրջ սարքողները, կամուրջի գլխավոր ինժեներները, կամուրջի տակ հիմա Ասոյանը պետք է անպայման։ Առաջի։ Պայմանավորվել էինք, որ Ասեմ դες, եթե հաշվի առնենք որ խաշը պատրաստելու համար 8 ժամն շփվում է, իհարկե նա լրի վարակազերծում էր, բայց հոգեբանորեն չէր կարելի այդ խաշը։ Ես գիտեմ, որ շատ հետաքրքիր, այսինքն շենքը, հա, այդպես շատ հետաքրքիր դերասաններ, հայտնի Երևանյան դերասանների, հայտնի դերասանների շենքն է, տակը մեր կամարի տակը։ Այսինքն ծնվել եք այդ շենքում, թե հետո եք։ Ես 6 տարեկանից այդտեղ եմ ապրել, միջև բավական երկար։ Ավետ Ավետյան, Հրաչյան Ներսիսյան, Ասեմ ձեզ, այո, մեր կողքի հարևաններ Ավետ Ավետյանը, ներքևը Վաղարշ Վաղարշյանը, Վավիկ Վարդանյանը, Շարատ Ալյան, հայտնի դիրիժոր Միքայել Մալունցյան, կողքի պատեզդում Դավիթ Մալյան, Տաթևիկ Սազանդարյան, շատ էին, այնտեղ նույնիսկ մի թուրք ադրբեջանցի դերասան ունենք, որ ռուսական թատրոնում էր աշխատում, Զելիմխանով, Ադզիկ, Արկազիկ,
Ասացիք Ջիգարխանյան։ Ջիգարխանյանը մեր բակի, այո, Փեսայր ամուսնացավ մի կնոջ հետ մեր բակից։ Ֆրունզե Դովլացյանը նույնպես մեր շենքում էր ապրում։ Շատ հետաքրքիր մարդիկ են, նրանց հետ մենք Բաքում մի զրուցարան ունենք, հա, բեսեդկա, որտեղ նրանք հաճախ հավաքվում են նարդի շուրջ, այնպեսի մենք բաներ ենք տեսնում։ Ես մի օրինակ հիմա հիշեցի, այ որ Անժելա ջան, ձեզ թույլ տակ պատմեմ։ Ավետ Ավետյանը դե մենք հենց մի հարկի վրա ենք ապրում, մեր կողքի բնակարանում էր ապրում, շատ սիրում էր մեր տուն գալ, ինչու մայրս շատ սիրում էր հյուրասեր, շատ հյուրասեր կին էր, մեր տուն եթե հյուրեր են գալի, անմիջապես մայրս տան եղած չեղածից կարողանում էր ինչ-որ ճաշել, պատրաստել, խմորներ, շերեփով, այո, նույն սեղանի վրա հայտնում են մեզանից պահված կոնֆետները, դե գիտեք, սովետական տարին էին, հա, այդ կոնֆետները ինչ-որ լվացքի մեքենայի մեջ էին պահում։ Մի հայրս մի օր մի քիչ շուտ եկավ, օրմաց մայրս էլ դեռ ինչ-որ շատ հետաքրքիր խմորեղեն էր պատրաստել, ասեց վայ մորս ասում է վիճիկ ասում է զանգեմ Ավետ Մարկիչներ, Ավետ Ավետյանը գա միասին թեյ խմենք, այս խմորեղեններ կա մի քիչ նարդի խաղանք, զանգեց հեռախոսով, Ավետյանը անմիջապես համաձայնեց, հա, Վարդգես ջան, հենց հիմա գալիս եմ, մի 5 երևի 7 րոպե անցավ դուրը զանգեցին, ես էլ երեխա էի դպրոցական, գնացի դուրը բացեմ, տեսնեմ Ֆրունզիկ Մկրտչյանն է կանգնած, այն շատ համեստ ամոթխած դեմքով, հետևից Ավետ Ավետյանը նրան բրդում է, անցի այդ տղա, անցի, ինձ հետ եսեք, մտի, հա, որ մտան հայրս նրանց հրավիրեց հյուրասենյակ, Ավետ Մարկիչը, Ավետ Ավետյանը, հորս դիմաց, Վարդգես ջան, ուզում եք այ Ֆրունզիկը եկավ, մեր տուն նրան էլ բերեցի, հետս միասին թեյ խմենք, հերս ասես բարով եկեք, Արդեն հայտնի էր Ֆրունզիկ։ Հա, իհարկե, արդեն գիտենք Սունդուկյանում նա դեր։ Ուրեմն Ֆրունզիկը այդ օրը մի հատ շատ հետաքրքիր վերնաշապիկ էր հագել, ես այն ժամանակ դες մոդա չէր։ Մուկ կապույտ գույնի վերնաշապիկ էր եւ վրան վառ գույներով ծաղիկներ, կարմիրի, դեղին, այսպես շատ ծաղիկներ էր վրան, հա։ Տեսանք մենք մի քիչ անսովոր էր մեզ համար, միգուցե արտասահմանից էին բերեք, կամ ինքն էր մեկն է գնա։ Մի խոսքով, որ նստեցին մայրս մոտեցավ, թե Ավետ Մարկիչ, Ավետ Ավետյանին նադիում, ձեզ թեյ բերեմ, թե սուրճ։ Վիկա ջան, մորս ասում, ինձ համար մի բաժակ լավ սև թեյ բեր, այս Ֆրունզի համար էլ մի հատ լագանով ջուր բերեք։ Մենք բոլորս sense անհասկանալի վիճակի ենք, լագանով ջուր, Ֆրունզիկը նայեց Ավետ Ավետյանին, թե Ավետ Մարկիչ, այդ դու թեյ ես խմելու բաժակով, ես էլ այդ լագանով ջուրը պետք է խմեմ։ Ոչ, այ տղա, կոշիկները հետ կա հանես, կդնես այդ ջրի մեջ, որ այդ ծաղիկները չթորոմի վրա։ Ավանակի պատմություններ պատմեք ու անցնենք մեր 2018 թվին։ Ավանակները իհարկե մի ուրիշ բան ասեմ, դու գիտեք, կհիշի իհարկե Քրիստոսի ավանակով մտավ Երուսաղեմ։ Սկվազնյաչոկ սրճարանում շատ հայտնի խաչապուր էին պատրաստում եւ կոկտեյլ կար այդտեղ տալիս են։ Այդ խաչապուրները շատ այսպես, որ ուտում էր ամբողջ օրը ուսանողների շատ լավ էր 60 կոպեկ կարծեմ մարժերը, մի օր կես ուտում ենք ամբողջ օրը մեզ բավականացնում էր։ Պահում էր։ Հիմա Ավետ Մարկի 61 կոպեկ էր, հա։ Դե մի հատ առնում ենք 2-3 կոպեկ, պոնչիկն էլ 5 կոպեկ էր, եթե հիշում եք, հա, պոնչիկը։ 5-7։ Հա, մի անգամ Ավետ Մարկիչը եւ Դավիթ Մալյանը եկել են այդտեղից Խաչապուրի են վերցել, նստել են այդ մեր բակի այդ զրուցարանում, բեսեդկայում Խաչապուրին կերել են, ինչ որ մի բան դուրները չեր եկե։ Երկուսն էլ շատ զայրացած, թե մենք դրա հերը բդի անից ենք այդ Խաչապուրի թախողի, վաճառողի, տեսեք ինչ ենք անում։ Գնացինք, մենք այդ տղա երեխեքով Բաքում կանգնացենք, եկավ ասեց վարպետ 2 հատ Խաչապուրի սարքի, այս մարդը հենց հիմա Ավետ Մարկիչ ջան, հենց հիմա սարքեմ, ասեց հա, բայց փաթաթի տանում եմ հետս, հենց հիմա փաթաթեց թղթով, հենց բերեց որ տա արդեն Դավիթ Մալյանի ձեռքը, Ավետ ընդից ասեց, հա, մոռացա ասեմ, տանում եմ անալիզի։ Հիմա այս մարդը բռնել է, բաց չի թողում Խաչապուրին։ Դավիթ Մալյանն ու Ավետ Ավետյանը քաշում են, «Բատունս մի քանչլի, ընկեր Մալյան, Ավետ Մարկիչյան, ինչ եմ արել»։ Ես լսել եմ ասում, դու կարակի տեղը մարգարին ես մեջ, գցում տանում եմ անալիզի, ես քո հերը պիտի անից եմ, ժողովրդին թունավես, մի խոսքով ես վեճակնում, այս մարդը խնդրում, աղաչում, տունս մի քանդի, Ավետ Մարկիչը ասեց, լավ, եթե ճիշտ ասես, չեմ տանի։ Ասես ճիշտ ասեմ, ասեցա, ոչ կարակ եմ անում, ոչ էլ մարգարին։ Մենք 2018, հա, մոտ գործեցինք դեղին շանտարի։ Ինչ եք ակնկալում, ինչ եք սպասում։ Նոր հաղթանակներ։ Նոր հաղթանակ։ 100-ամյակն է հաղթանակը։ 2018, տեսեք, 2018, այո, մայիսի հաղթանակ 18։ Պետականության հռչակումը։ Այն ժամանակ հռչակվեց։ Մենք մեր սերունդը հիշում մեր ավակները, մեր պապերը մասնակիցներն են եղել։ Հետաքրքիր, հիմա մենք որ երիտասարդներին պատմում ենք, ասում ենք, «Դե անկախությունը օտտիպելի է»։ Հալոցկի ժամանակ ազատ Երևանում Հերբերտ Ուելսի
Կրեմլի երազողը։ Ազատ կարդում էինք։ Կար տներում հարսանիքների ժամանակ մեր հայրենիք էին երգում, ոչ թե լաո։ Մեր հայրենիքն էին երգում, արդեն մասնակիցն էին դրանք։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր բան էր 18 թվականի պետականության հռչակումը։ Այ 100 տարի հետո մենք հռչակվեց։ Դա լավ պետություն թիվեր ունենք։ շարունակվելու է Նարինեն Այ, մեր ինչ ունենք, առանձին զրույցի ժամանակ, առանձին կադրից դուրս որ արևմտյան այդ քամին արևմտյան քամին սաստկանալու է մենք ավելի շատ ազատություն ենք ստանալու մենք ավելի մեծ անվտանգություն ենք ստանալու եթե մենք պետք է խմենք այս Չի, չէ, իսկականա, չէ։ Ես առաջարկում եմ մի կենաց։ Առաջարկում եմ մի կենաց նախքան շնորհավորելը, բարեկամներ, նախքան շնորհավորելը։ Մենք դա դեռ չունենք։ Ես ընդհանրապես մի քանի օջախներում եմ դա լսել։ Մենք պետք է հենց հիմա ասենք, որ մեր անվտանգությունը ապահովող հայկական բանակին ասում ենք շնորհակալություն։ Սա աշխարհում, ամբողջ աշխարհում դա ընդունված է։ Երբ մարդիկ հավաքվում են, առաջի կենացը դա է ասում, շնորհակալություն մեր այս պահը ապահովող բանակին շնորհակալություն մեր զինվորականներին սիրենք մեր բանակը սիրենք մեր զինվորին գեներալները այնպես անեն որ իրենց էլ սիրենք քիչ այդ բանակը 18 թիվը բանակի հետ է կապված բանակը ստեղծեց հայկական պետություն եւ շնորհակալություն մեր բանակին Ես անկեղծ ասած հույս ունեմ, որ դրական փոփոխությունները իսկապես լինելու են եւ ամենակարևորը ինչի մասին խոսեցինք եւ երևի թե միշտ եմ ասում դա ազատության հաստատումն է, բայց մեր ուղեղներում առաջինը երբ մեր հասարակությունը, հատկապես քաղաքացիական հասարակությունը զգա այդ ազատության արժեքը, զգա որ ամեն ինչի առաջ ծնկելը, լռելը սխալ է, մեր պետությունը տնտեսապես էլ հզոր կդառնա եւ մենք իսկապես կպարտադրենք իշխանություններին ոչ թե ուժային միջոցներով, ես համոզված եմ, որ 18-ին այլևս չեն լինելու ուժի այդպիսի բևեռային սխալ դրսևորումներ, որոնք մեզ ետ են մղելու, այլ ընդհակառակը 18-ը լինելու է խելքի այսպես գնահատման, այսինքն բանականության ուժի տարի։ Երբ մենք լինենք ազատ եւ բանական մարդիկ մենք կհասկանանք, որ գիտեք այդ մի քիչ ծիծաղելի արտահայտությունը չէ, որ մենք անդադակաղաղի մասին խոսեցինք, բայց մեզ մոտ կա, փնտրում են ով է ամենահզոր տղամարդը, չէ, ով է հզոր տղան եւ այլն։ Այդ որոնումը ամեն դեպքում անգամ քաղաքական մակարդակում կա։ Բայց այսօր ինձ թվում է 18-ին գալու է ոչ թե այդ տղամարդու որոնումը, այլ բանական հզոր մարդու որոնումը։ Երբ մենք հասկանանք, որ խելքն է ազատության հետ մեզ բերելու դեպի բարգավաճ, իսկապես բարգավաճ ոչ թե կուսակցական արժանապատիվ պետություն, ապա մենք հաղթելու ենք։ Եվ այն մրցակցությանը, որի մասին խոսում էին համաշխարհային, չէ, այդ մրցակցության մեջ մենք իսկապես մեր արժանի տեղն ենք ունենալու։ Այսինքն հուսով եմ, որ խելքի գնահատման տարի է լինելու եւ գալու են ստեղծարար մարդիկ, երիտասարդ, ու սերնդափոխություն է կատարվելու։ Ես շատ վաղուց եմ սպասում այդ սերնդափոխությանը։ Ես Իհարկե։ Ես համաձայն եմ ներողություն Նարինեի հետ։ Ես բնականաբար բժիշկ եմ, բժիշկը չի կարող լավատես չլիներ, ես լավատես եմ, ես նույնպես տեսնում եմ, որ շատ լավ է լինելու դանդաղ։ Գիտեք, process-ը դանդաղ պետք է գնա։ Ես ձեզ հետ, այո, ես ձեզ հետ համաձայն եմ, որ մեզ պետք չեն, գիտեք, այդ ավտոմատով այստեղ այնտեղ վազող տղաներ, որ փորձում են այս երկրում ինչ որ, չգիտեմ, վատ բաներ, դա վատ բաներ է, ինչ որ մենք տեսանք, երբևից չեմ ուզենա, որ իմ երկիրը ղեկավարի կներեք չսափրված ավտոմատով վազվզող ինչ որ մի տղա, որը կամ թեկուզ սափրված, բայց ավտոմատով։ Ավտոմատով դա անցել է դարի, եւ ես տեսնում եմ, համաձայն եմ Նարինե ձեզ հետ, իհարկե սերնդափոխություն պետք է։ Ներքին համերաշխություն։ Կամ ատրճանակով, ինչ ունեն ատրճանակով։ Ընդհանրապես ավելի կարելի բռնություն չլինի։ ներողություն, շատ ներողություն այդ մեքենաները, որ բենզին այրում են, լսում եք վրան ոստիկանության մեքենաները այրում են։ Լավ, այրեցիք բոլոր մեքենաները, ինչ մեր ոստիկանները էշով մանկային քաղաքում, դե ուխտերով։ Դե էլի մերն է, մեր փողը, մեր գումարից է։ Երբևիցե դրա հետ համաձայն չեմ եւ փառք ասում մենք հիմա ունենք երիտասարդները շատ պահանջատեր սերունդ է, շատ գրագետ, շատ հայրենասեր, որ իրանք գիտեք փոխվել է մտածելակերպը, իրանք սիրում են երկիրը, ոչ թե իշխանությունները։ Իշխանությունները գալու են գնան։ Երկիրն է արժեք, երկիրն է մնում։ Մեր երկրի արժեքները ոչ թե իշխանությունները, արժեքները Անժելանա Թովմասյան, Հրանտ Թոխացյանն, Ռուբեն Ախվերդյանն, մեր արժեքները դուք եք մեր հարստությունը։ Ինչու՞ չէ Գրանտ Հոլձինգի Վարդանյան եղբայրներն են մեր հարստությունը։ 100 տարի հետո մենք մեր պապերին, այսպես ասած, ինչ կարող ենք ասել, ինչ ունենք 100 տարի
նշանակի, որ մենք հաղթահարում ենք մեր բարդույթները եւ գնում ենք առաջ։ Այսինքն մեր էպոսը շարունակություն պիտի ունի։ Երևույթների բնական ընթացք է։ Շնորհավոր 2018 թվական։ Միշտ փոքր մայերը կգա այն ժամանակ, երբ որ նա պահանջված է։ Այսօր նա պահանջված է։ Շնորհավոր։ Իհարկե, շնորհավոր։ Խաղաղություն Այո, ես Համաճարակ չլինի։ Ես այստեղից գնացող չեմ եւ շատ ուրախ եմ երջանիկ, որ իմ երեխաներին էլ եմ այդպես դաստիարակին, երբևիցե Հայաստանը չեն լքի։ Շնորհավոր։ Շնորհավոր։ Շնորհավոր, ուրախ տարի, Ազատ ջան։ Ուրախ եմ ձեզ, Անժելա։ Ազատ տարի։ Խորհրդանշական է, որ դուք Ազատ Արշակյանն եք։ Այո, Ազատություն բոլորիս։ Շնորհավոր։ Շնորհավոր։ Աշխատաշուկան զարգանում է, որակյալ մասնագետների պահանջարկն ավելանում։ Երևանի Հայբուսակ համալսարանն առաջարկում է ձեռք բերել արդի մասնագիտություններ եվրոպական չափանիշներով։ Ուսման վարձի 30% զեղչ, կրթաթոշակներ, անվճար կրթության բացառիկ հնարավորություն, բարձրագույն մասնագիտական համատեղ ծրագրեր եվրոպական համալսարանների հետ։ Կարևոր չէ, թե որտեղ եք դուք հիմա, կարևոր է, թե ուր եք գնում։ Երևանի Հայբուսակ համալսարան։ Գառնի կրիստալային համով ջուր պատմական աղբյուրից։ Բնության զարթոնքի համն ու բույրը գին ու բաժակում։ Նոր գինի երևանցի։ Լավագույն ավանդույթները շարունակվում են։ Վեդի վայն։ Աշխատաշուկան զարգանում է, որակյալ մասնագետների պահանջարկը ավելանում է, ժամանակը չի բավարարում ստանալ բարձրագույն կրթություն։ Լուծում կա, Երևանի Հայբուսակ համալսարանն առաջարկում է, համատեղեք ձեր աշխատանքն ու կրթությունը, օգտվեք միջազգային բարձրագույն կրթության առաջատար փորձից։ Կարևոր չէ, թե որտեղ եք դուք հիմա, ավելի կարևոր է, թե ուր եք գնում։ Երևանի Հայբուսակ համալսարան։